Հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները տարածաշրջանում եւ Հայաստանի հետ կապված շահեր ունեցող երկրների ուշադրության կենտրոնում են։ Բացառություն չի Ադրբեջանը, որտեղ ուշադիր հետևում են գործընթացներին։ Ադրբեջանում ընտրությունների թեմային սկսել են անդրադառնալ ավելի վաղ, դեռևս 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական համաձայնություններից հետո, սակայն հասկանալիորեն ներկայում այդ քննարկումներն ավելի են ակտիվացել։ Տարբեր գնահատականների համատեքստում անշուշտ առանցքայինը խաղաղության գործընթացի թեման է։ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններով են պայմանավորում գործընթացի շարունակականությունն ու անգամ Հարավային Կովկասի կայունությունը։ Հետևաբար, այս իմաստով չեն էլ թաքցնում, որ կցանկանային տեսնել Հայաստանի իշխող ուժի հաղթանակը, հարցը կարևորելով նաև կողմերի միջև առաջացած փոխվստահության մթնոլորտով։ Հիմնականում կարևորվում է երկու բաղադրիչ՝ կապուղիների թեման, թրիփ նախագիծը, ինչպես նաև Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանում համոզված են, որ Հայաստանի ընդդիմության հաղթանակի դեպքում այս երկու հարցերը վիժեցվելու են, ինչն էլ ըստ այդ տրամաբանության հանգեցնելու է իրավիճակի լարմանը, ընդհուպ ռազմական էսկալացիայի։ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ֆարհադ Մամադովի խոսքերով, Հայաստանում հնարավոր իշխանափոխությամբ ոչ միայն հարցականի տակ կդրվի խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակը, այլ նաև հայ-ադրբեջանական հետագա գործընթացների երկկողմ բնույթը։ Ըստ Մամադովի, կտրուկ կաճի Ռուսաստանի ներգրավվածությունը։ Մոսկվայի գործոնի կտրուկ աճն ի դեպ, այդ երկրում բացասաբար ընկալվում ոչ միայն հայ-ադրբեջանական հետագա կապերի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի հեռանկարի համատեքստում։ Ադրբեջանական փորձագիտական դաշտի խոսույթներն այն մասին են, որ իրենք պատրաստվում են ընտրությունների հետևանքով ի հայտ եկող հնարավոր բոլոր զարգացումներին։ Դրանով հանդերձ ադրբեջանական կողմը Հայաստանում ընթացող նախընտրական շրջանում փորձում է զգույշ լինել սեփական ուղերձներում եւ ձեռնարկելիք հնարավոր քայլերում։ Կա կարծիք առ այն, որ Բաքվի ցանկացած հայտարարություն անգամ Ադրբեջանի համար զգայուն հարցերում կարող է հօգուտ Հայաստանի իշխանության դիտվել եւ ստվերել ամբողջ նախընտրական գործընթացը։ Համենայն դեպս հանրային քննարկումներից մեկում այդպիսի կարծիք է արտահայտել Ադրբեջանի падգամավոր Հիկմետ Բաբաօղլուն, հակադարձելով ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շայինօղլուի առաջարկին, որով նա Բաքվին ավելի ակտիվ դիրքերից հանդես գալու կոչով հանդես եկավ։ Բոլոր դեպքերում պարզ է, որ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, որը Հայաստանի հետ կապերում համակարգում է բոլոր հարցերը, չեն շտապի շոշափելի համաձայնությունների հասնել Հայաստանի հետ եւ ընդառաջ քայլեր անել, այլ կսպասեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ադրբեջանում միաժամանակ հույսեր են կապում Հարավային Կովկասի ապագայի հարցում։ Ներկայում պահպանվող հարաբերական կայունությունը հատկապես արժևորվում է Իրանի դեմ պատերազմի եւ Ռուսաստանի հետ ունեցած Բաքվի ոչ հարթ հարաբերությունների համատեքստում։ Ադրբեջանը Կովկասը իր առաջնորդությամբ անվտանգային կղզյակ է փորձում դարձնել, շեշտը դնելով տարանցիկ կապուղիների զարգացման վրա։ Նկատվում է նաև մի խոսույթ, որը համեմատաբար վերջերս է զարգացել։ Ադրբեջանում խոսելով ամբողջ տարածաշրջանի կարևորության մասին, փորձում է նրան հաղորդել առանձին ռազմավարական նշանակություն։ Այստեղ կարելի է զուգահեռներ տանել Կենտրոնական Ասիայի հետ, որի 5 երկրները շատ հաճախ հավաքական տարածաշրջան են ներկայացնում։ Հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք ունեցել են Հարավային Կովկասի երկրները, նման ինտեգրացիայի մասին խոսելը դեռ վաղ է թվում։ Ավելին, անգամ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը այդ երկրների անկախությունից ի վեր ինտեգրացիոն գործընթացների գերարդյունավետությամբ աչքի չի ընկնում։